Ողջույն ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, մենակ պիտի խնդրեմ արձագանքեք ձայն կա թե ոչ ու շարունակենք ու սկսենք խոսել, ոչ թե շարունակենք, որովհետև այս խոսակցությունները խիստ անհրաժեշտ են որոշակի քայլերի գնալուց կամ քայլերի չգնալուց առաջ, այսինքն իրենք որոշիչ դեր են տանում այնքանով, թե որքանով է խոսակցությունները գեներացվում եւ այդ գեներացված խոսակցությունները որքանով կարող են դուրս գալ արդեն տներից, որքանով կարող են դուրս գալ այն կենտրոններ, որտեղ որ կարելի կլինի բոլորով միասին որոշել։ Շնորհակալություն Վահագն ջան, պրիվետ ապեր։ Ուրեմն այսօր քանի որ հեռուստատեսությամբ ինչ որ պիտի խոսել եմ օրվա համար ու այս թեման ինչքան էլ որ ասպառ լինի, միևնույնն է բաներ կան, որ ժամանակ առ ժամանակ պետք է կրկնել, ըմբռնելի լինելու համար եւ դա դարձնելու համար մոտեցում, հստակ ընդգծված մոտեցում։ Այնուամենայնիվ ես իհարկե կարող եմ որոշ դեպքերով անդրադառնամ այսօրվա իմ եթերին, բանի Free News-ում արած, որը շատ լավ եթեր էր ստացվել, խորհուրդ կտամ դիտեք, այսօր բավականին համեստ էի, բայց այսօր որոշել եմ նախ բոլորիդ առաջ ի ցույց դնել, թե իրականում ովքեր են Գարեգին Բ-ի եւ մի քանի պղծերի կամ ինչու ոչ, նաև քաղաքական կողմնորոշումով քոչարյանասերժական խուլիգանական թիմի պաշտպանները եւ ընթերցել եմ մի քանի մեկնաբանություններ, բնականաբար անձնական նամակներին չեմ անդրադառնա, այնտեղ սեռական բնույթի հայրանքները շատ են, ինչի համար, որ ես նախազգուշացնում եմ, նման սրիկայի ծնունդներին այլևս չեմ անդրադառնալու, ձեզնով կսպառվեն համապատասխան մարմինները, ասեմ ինչու, որովհետև ձեր տեսակն այնպիսինն է, որ չի կարա ոչ մի տեսակ տղաբարի խոսակցություն գնա, դուք հազար ներողություն ժողովուրդ ջան, այսօր հնարավոր է մի երկու բառ ավել հնչի, դուք այն բարոյական օրենքների զուրկ կանանց զավակներն եք, որոնց հետ տղաբարի խոսակցություն չի լինում, չի կարա մարդը մեկին ուղիղ տեղը վերցնի կարծիք ունենալու համար, եթե մարդու կարծիքը չի վիրավորել նրա սրբությունները, վերցնի ու նման գրառումներ անի։ Ձեր տեսակի հետ ինչ խոսակցություն։ Ձեր տեսակը հենց առաջին վազողն է քաղված, ուստեղ ընկած շարշուռ է հավաքում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ իհարկե բոլոր կողմերից կան նյարդերից թույլ մարդիկ, բայց այդուհանդերձ սրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենք են ներկայացել ու գրառումներ արել։ Ընդ որում մի երկուսը կա, որ բավականին ինձ հետաքրքիր է իրանց տգիտությունը այն իմաստով, որ հարց ձևակերպել չգիտեն։ Այսինքն Գոներ ջան, այդ Ղազարյանին չեղածին է պետք մի լավ տեղը դնել, դա իր չափերն անցել է։ Անպայման, չնայած ես մի երկու բառով ասել եմ, բայց փորձեմ հիշել, որովհետև այնքան շատ են արդեն դրանք։ Հելել են, այսինքն այսօրվա այս խոսակցությունը, որ կա կապված որոշ կղերականների հետ, դա քաղաքական նաև խոսակցություն է, որովհետև այսօր չի ծնվել նրանց քաղաքական եղբայրությունը, դա ծնվել է շատ տարիներ առաջ։ Հիմա ես այսօր մի քանի մեկնաբանություն եմ ձեզ համար կարդալու, նախ տգիտության մակարդակը ըմբռնելու համար, որ հարց ձևակերպել սովորեք, ես հիմա մեծահոգություն կդրսևորեմ ու ձեր տված հարցերին այս մի քանիսի սրանց պաշտպան կանդրադառնամ, բայց այնուամենայնիվ խորհուրդ կտամ, որպեսզի այսուհետ երբ որ հարց ունեք տալու, նախ հարցը տաք, հետո եւ պատասխանը լսելուց հետո ինչպես կշարադրվի ձեր հետագա երկխոսությունը, դա կլինի երկրորդ կողմը, հասկանում եք, այդ տգետներ, ուրեմն
Հասմիկ Հայկ, ով շատ երազում էր բացատրությունը լսել ու հույս ունեմ այստեղ պիտի լինի, եթե այստեղ չի, ես միևնույնն է մեկնաբանության տակ այդ եթերը կդնեմ։ Հասմիկ Հայկ, ով հանդես է գալիս բնականաբար fake նկարով, ինչի եմ fake-ին անդրադառնում, fake-երին առհասարակ չի անդրադառնա, ինչի եմ անդրադառնում, որովհետև ինքը ստեղ խոստովանում է, որ մի 5000 իրա վերցրել գնացել է պիցցա գնելու։ Վահան Հովանեսյանից, այդա ջան, շնորհակալություն ցավդ տանում։ Ես դեռ այն մեր պայմանավորվածությունը չեմ արել, բայց անելու եմ, պարզապես հիմա դեռ դրա ժամանակը չի։ Տեսնեմ ինչ նամակ եմ ստանում նոր։ Իհարկե, ուրեմն Ռուզաննա ջան, Ռուզաննան գնա ջան շունը հաչում է կարավանը առաջ շարժվում։ Ուրեմն ես ասեմ շատ սատարումի խոսքեր եմ ստանում, շատերն ասում են հանկարծ չընկճվես, հանկարծ դուխդ չգցես։ Ուրեմն ձեզ ասեմ ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ իհարկե նման խոսքերի համար, շնորհակալ եմ դուխ տալու համար, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ իմանալ հետևյալը։ Անկախ նրանից ես հանգիստ կխոսամ, կուլտուրնի կմոտենամ հարցերին, թե ինչպես, սա այն հարցն է, ես էլ այն մարդն եմ, որ հաստատ ոչ ընկճվելու բան ունեմ, ոչ հետքայլ անելու, առավել ևս, որ նման սրիկաները մտնում նման գրառումներ են անում, դա ինձ շատ ավելի մեծ սկզբունքայնություն է հաղորդում։ Ընդ որում, սա միակ դեպքը չի, որի միջով անցնում եմ, բոլորի տասկի առաջ է եղել իմ գերլարված 2 տարիները հատկապես 20-22 թվականներին, երբ որ ես բառացիորեն ոտաբոբիկ բաց կաբելների վրով վազում էի ու իմ հանդեպ ավելի լուրջ սպառնալիքներ էին ընդդեմ իմ երեխաների հանդեպ, իմ կնոջ հանդեպ, իմ կնոջն էին անգամ զանգում եւ այլն եւ այլն։ Սրանք ով են այս ֆունկցիաները, որ հանկարծ որոշեմ, որ կարող է հետքայլ անեմ։ Կարող է նոր դեմքեր են ու հանկարծ նոր են արտնացել բան գրում, բայց այնուամենայնիվ այն Վիսոսկին մի հատ էս ուղղությամբ շատ լավ երգ ունի։ Տեսեք, հետո խոսելու ենք նաև քայլերի մասին։ Հիմա ես Հասմիկ Հայկի գրառումը լսեք։ Սա Գարեգին Բես, Ոմն Աչապահյան, Աչոտ հոգնի փոխի ձախին իմիջայլոց, Ոմն բան, Բիչինա, Ոմն տեր Փամփիոն, Ոմն քերակին դոմփող առհասարակ, Ոմն Քոչարյանա Վարդանիկա խառը երևույթներ, տերարիստներ, դուք ձեզ բոլորդ եք ձեր պատասխանը ստանալու, բոլորդ, ու ձեզ մի դրեք ես իմ ինչի տեղ, թե հնարավոր է մի օր վերադառնալ, դուք կյանքում չեք վերադառնալու, անկախ նրանից, թե երկրի ղեկավարը ով կլինի։ Ես չեմ կարող այդ նմանատիպ շռայլություն թույլ տալ, որովհետև որոշ ժամանակ մենք արդեն քթներից կելել ենք ու դաս սովորելն ենք սովորել, ինչպես դաս քաղել պատմությունից, ու այսօրվա դրությամբ մենք մեր եռաբլուրը, մեր վատ եւ անուշադիր անհոգ պահվածքի պատճառով, որտեղ որ դուք ընկաք ոնց որ ձուկը ջրում, թարմացավ։ Իսկ մենք երրորդ անգամ թարմացնելու տեղը չունենք, ես մեկը դա թույլ չեմ տա, ինչ գնով ուզում է դա լինի։ Հիմի, Հասմիկ Հայկ, ձևակերպում լսեք, Գարեգին Բես, քեզ պաշտպանողն է, քո հավատացյալն է։ Ու ձևակերպում հարցին։ Կինը, լսի ինձ կյանքի թերմացք, ուշադիր, մեծատառերով եմ գրում, որ խմած ժամանակ լավ տեսնես և կարդաս, ես քեզ մայր չեմ հայհոյի, դու ինքդ նրան վաղուց ես հայհոյել քո պահվածքով և հավի քո ուղեղով։ Անցնեմ բուն թեմային, եթե դու այնքան թասեբի մեռած տղա ես, որը դու չես ունեցել երբեք, ապա այժմ առանց իմ կոմենտը ջնջելու և ինձ բլոկելու, կբացատրես բարձր կարդալով Նիկոլի գրքի այս հատվածը և կբացատրես բոլորին, ով է սրբապիղծը և ինչ գործ ունի նա վարչապետի աթոռին, կարդա և բացատրի մեզ, միգուցե մենք լավ չենք հասկացել, այստեղ մի հատ ընդհատեմ, բա որ բացատրելու կարիք ունես, այ բրադյաշի սպերմատազոիդ, ես սենց որոշում գրես։
ասենք ես եմ մտնում նախշում հելնում եմ տունու տեղը։ Քեզ որոշել հարցը ցենց ձևակերպես։ Այս ձևակերպած հարցից հետո ես մի բան գիտեմ, որ ինչ բացատրեմ դու չես հասկանալու։ Բայց քանի որ ժողովուրդ ջան, շատ են Նիկոլ Փաշինյանի գրքից հատվածներ տեղադրում, թե բա տեսեք ինչա գրած ինչի ու փորձում են մանիպուլացնել մարդկանց։ Ես դրա համար սա կարդում եմ եւ ձեզ ներկայացնելու եմ իմ մոտեցումը եւ բացատրելու եմ նման ապուշներին նույնպես, որպեսզի հասկանան։ Մեջբերումը արել գրքից։ Չնայած ես գժվում եմ կույս տղաների համար, նախ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ Եվ հետո նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն պրծնում առաջին իսկ ներթափանցումից։ Եթե դու չբացատրես այս գրված տողերի իմաստը, ուրեմն Նիկոլը թափանցել է քեզ շատ վաղուց, լապուշին նայ։ Կարող ես նաեւ այս գիրքը կարդալ երեխաներիդ, Գարեգին Բես, ձեր հավատացյալն է։ Որ նորաձև սովորեն եւ մեծանան։ Եթե դու չասես սրբապիղծը ով է այս պարագայում, դու նորից ինքդ կհայհոյես քո մորը եւ քո ընտանիքը, քո լսարանը, քո նման միաբջիջներ են։ Բացատրի միաբջիջ քո լսարանին այդ տողերի իմաստը, միայն չխմես նոր բացատրես կամ ցույց տաս քո վրա ներթափանցման process-ը։ Տխուր պատկեր կստացվի։ Եթե տղամարդ ես, չբլոկես ինձ, քանզի ես գրված կոմենտս գրված դնելու եմ բոլորի էջերի վրա, որպես ապացույց, որ գրել եմ, իսկ դու փախուստ տվել։ Միաբջիջներիդ գրված կոմենտներին չեմ պատասխանի, հավասար չեմ գտնում նրանց, սպասում եմ պատասխանիդ, ով է սրբապիղծ Նիկոլը, թե վերապառը։ Հիմա մամայիդ հետ եմ խմեմ, մամատ քեզի որ հացի էր ուղարկում, դու չտեսար, որ տունը հաց կա, խիեր քեզ բա հացի ուղարկում, որովհետև մեծերը գործ ունեն անելու, դե հիմա չնայած չէ, մնա, կակրած ես սրբապղծերի ժողովուրդ մի ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, բացարձակ ուշադրություն մի դարձրեք, մի պատասխանեք, ոչ թող մնան ու սրանք Գարեգին Բեսի հավատացյալներն են, ահա մեր եկեղեցին, որքանով է ուզուրպացված ու ումոնց կողմից, ահա, են եկեղեցի մոտ հայհոյում է իր բան, սես բաներ ասողներ, այ ես եք դուք, երես պաշտներ եք, այ հենց ես եք դուք, այ հենց ես հետույքով, այս պիղծ հետույքով, կգնաք ու ձեզ կհարճակեք եսի մինչեր, հասկացաք, այ հենց սրա համար դուք պիտի մաքրվեք ու դուք մաքրվելու եք առաջիկայում ու դուք կտեսնեք ոնց է դա տեղի ունենում, ինչքան աշխարհում հանցագործ ճանաչում եք, բերեք կանգնեցրեք ձեր կողքը, բերեք կանգնեցրեք, դուք մաքրվելու եք, որովհետև ձեր հույսը եկեղեցին Աստծու անունը փրկելու իբր ձեր այդ ճակերտավոր պայքարը հանցագործների հետ է իրականացում, ահա խնդրեմ։ Շարունակենք, հիմնի, հասկացաք, չեմ մակարդակը, ընդ որում ես պիտի ձեզ ասեմ, որ կետադրական նշանների մասով ընդհանուր առմամբ աչքի չեր ընկնում գրագիտությամբ, այնուամենայնիվ։ Հելիտուն արա, հելիտուն, ես դուրս եմ եկել տնից, հացը այդ որ առել ես, կարաս արդեն տանես նոր մամաց սպասում եմ։ Իմիջայլոց ասեմ, որ մոտ ժամանակներում մաքսիմում 9 ամիս ու դու մի հատ ապերիկ կունենաս, ով քեզանից շատ կտարբերվի, որովհետև հասկացար, մի օրից տարբեր օրից։ Հիմի, այս պորնիկին, բառացի պորնիկին, ով հանդես է գալիս Հասմիկ Հայկ անունով, ըստ տառացի անդաստիրակին, ասեմ հետևյալը, այո դու տեղադրել ես երևի մեկնաբանությունը ու հերոսացել, երևի տարել անգամ
Սրբազան պայքարի ներկայացուցիչների տելեգրամյան ալիքին մեջ ես դրել ու 5000-ը դերձ է տարել ես մամայիդ համար տակդիր ես առել, պապայիդ համար մի շիշ արաղ ու ասել ես տուն։ Ես ես սենց ասեմ, նախ իմ հորեղբայրներից մեկը սերուն էր խմելու հետ։ Ես շատ հորեղբայրներ ու որդուներ ունեի, իմ հորեղբայրներից մեկը շատ լավ էր խմում։ Ու գիտես ինչ էր ասում, այս ապուշներին ասեմ, ասում էր ընդհանուր առմամբ չխմող մարդու սիրտը քաքին մոտիկ է։ Դա մեկ։ Երկրորդ, ես մտածում ես, ասում ես լավ, այսքան խեն ասում էլի, եթե տենց չի խեն, ախր այսքան ասում, լավ, դոգը ասելա կրկնում են թութակի պես, են որ ուզում էին արդարանային, որ դե իրան ուշադրություն մի դարձեք խմած մտնում է այդ լուրջ բան չի խոսում, լավ, արծվիկը կարա ասած լնի, իրանց գյորբեգոր եղածներ, արա, բայց խեն սրանք սենց թութակի պես կրկնում, հետո հասկացա, որ նաև գումարվում են, որ երբեմն, քանի որ երեկոյան ժամերին եմ եթեր անում, իմ աչքերը կարմրած է լինում, նախ ալերգիա կա, նախ արև կա եւ այլն։ Եվ երրորդ, վերջապես ես միայնակ եմ իմ հաղորդումները կազմակերպում, ազատ շփումը միայնակ եմ կազմակերպում, բնականաբար ամբողջ օրը հեռախոսի նոթբուքի մեջ եմ, նյութեր եմ կարդում։ Ու սրանք որոշել են այդպես, բայց այնուամենայնիվ, եթե ձեր պատկերացմամբ խմած մարդը այսպեսին է, ոնց որ 5 տարի կա ձեր աչքի առաջ, ապա ես պատկերացնում եմ, եթե դուք խմած մարդ տեսնեք, ինչ կլինեք, կքաքեք տակները, դուք կփախնեք։ Չնայած որ չեմ թաքցնի, երբեմն եղել է ու կա ժողովուրդ ջան, որ հնարավոր է աշխատանքային ժամից հետո 1-2 շիշ գարեջուր խմեմ սառը ու առավել ևս եղանակի, բայց դա կարծում եմ չի կարող իմ խոսքն ու մտքի բանը փոխել։ Այնուամենայնիվ, եթե մարդիկ կան, որ խոսքերիս համար պատասխան են ուզում ստանալ, բայց կարծում են լավ դե խմածա բանն ասել, դե հիմի որ գնանք կասի խմածը մեղը, ուրեմն իմացեք, երբ ինչ ասել եմ իմ ամեն տառին բառին տերը։ Այնպես որ այդ ձեր համար մի դարձրեք արդարացման բան։ Հիմա վարչապետի գիրքը որտեղ որ կա ասում են նման բան, ես չեմ կարդացել, բայց արդեն պայմանավորվել եմ, վերցնելու եմ կարդամ, որպեսզի կարողանեմ մեկնաբանել հիմնավոր, որովհետև ի տարբերություն ձեր նման ապուշների Հասմիկ Հայկ եւ առհասարակ Գարեգին Բեսի ու Քոչաղլու ալբանացու սատարողներին, մենք տարբերվում ենք նրանով, գոնե ես տարբերվում եմ նրանով, որ սիրում եմ փաստերով խոսել։ Քանի որ չեմ կարդացել, ոչինչ չեմ կարող ասել, բայց սրբապղծության մասով կասեմ հետևյալը։ Տես, Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նա աշխարհիկ մարդ է։ Գարեգին Բեսը հանդիսանում է ցավոք սրտի կաթողիկոս, քանդողիկոս։ Նա աշխարհիկ մարդ չի։ Ընդ որում, ասենք օրինակ, դու չգիտեմ, տեղյակ ես թե չէ, օրինակ, Չարենցը ունի մի հատ ստեղծագործություն, մի հատ չէ, բազմաթիվ ստեղծագործություններ ունի, որտեղ որ հայհոյախառն լեքսիկոնը օգտագործում, մի հատ ստեղծագործություն ունի, որի վերնագիրը հետևյալ, կարծում եմ Չարենցը բոլորի համար մեծություն է, չէ՞ ժողովուրդ ջան, մատ ասեք մի հատ իմանամ, որ հասկանամ, ոնց ենք շարունակում խոսակցությունը։ Չարենցին համարում ենք, չէ՞ մեծություն, հզորագույն բան ստեղծ։ Չարենցը մի հատ սիրուն ստեղծագործություն ունի, վերնագիրը հետևյալն է, ներողություն եմ խնդրում, մեջբերում եմ Չարենցից։ Հետո վերնագիրը հետևյալն է, այդ գյոթվերանները։ Ինքը կարճ բան է ստեղծությունն է, որը վերաբերվում է մարդկանց, ովքեր աշխատել են քաղբյուրոներում, բան տենց ու քաշել են իրան լավ։ Դժվար է եղել գրել է։ Դե վերնագիրը եթե այդպեսին է, դուք պատկերացրեք պարունակությունը ինչպեսին է։ Բոմբելա ու դու էդի կարդում ես, տեսնում ես, որ այդտեղ ուրիշ բառեր պետք է չէր օգտագործել, այդտեղ հենց այդ բառերն էր պետք օգտագործել ու էդի Չարենցն է։ Բայց բնավ չհամեմատելով Չարենցի հետ, ասեմ հետևյալը։ Գոյություն ունեն ֆիլմեր,
որտեղ որ լինում են փոքր կարճ տեսարաններ, էրոտիկ տեսարաններ, որը չի կարող ձեզ թույլ տա կարծելու, որ այդ ֆիլմը պորնոգրաֆիկ ֆիլմ է։ Մոտեցումներ կա։ Հիմի, եթե մարդը գրել է գիրք, որտեղ որ կա սա, նախ ես պիտի ուսումնասիրեմ ինչի համար կա, սա ես կկարդամ, գիրքը կասեմ։ Այնուամենայնիվ, ինքը աշխարհիկ մարդ է ու գրում է գիրք։ Եթե չես ուզում, կարող ես չկարդալ։ Նա քեզ դրանով չի ասում, սա վերցու դարձու կյանքի ուղեկից քեզ։ Ոչ դա գիրք է, որը կարող ես կարդալ մտավարժանքի համար, ընդ որում, ինչպես ես հասկացա, սա ավելի շատ վերաբերվում է հենց դաշնակներին կամ դաշնական նման երևույթներին, որովհետև կոչվում է երկրի հակառակ կողմը։ Հասկանում եք, ոչ թե ասում է երկիրը։ Հիմի բառերն կան, բայց դու ոնց որ այստեղ լավ էլ մեծատառերով գրել ես ու հեչ չես նայում։ Ինձ ի տարբերություն քեզ անհրաժեշտ է իմանալ ինչից հետո է դա կառուցվում։ Տրամաբանական միտքը որտեղից է գալիս, ինչի մասին է։ Եվ այո, ես մեծահասակ մարդ եմ, կարող եմ ինձ թույլ տալ նման գրքեր կարդալ, ինչու ոչ նաև գրել։ Իհարկե տարիքային ցենզը գրքի էջում նշելով։ Ինչից ես խառնվել, շատ ես խառնվել իրար։ Դե եթե շատ ես խառնվել իրար, ապա ուզում եմ հասկանալ նաև հետևյալը։ Տես։ Եթե երկրի ղեկավարը, վարչապետը, հանդիսանալով վարչապետ, խախտի սահմանադրական կարգը, դու իհարկե քեզ նման ապուշները չեն հասկանա դա ինչ է, բայց ինձ նման քաղաքացիները դուրս կգան նրան հեռացնելու դա բավարար չի, նաև քրեական պատասխանատվության կենթարկվի, որովհետև կա սահմանադրական կարգ, որը չի կարող խախտել վարչապետը, եւ առհասարակ կառավարության անդամները, պետական աշխատողները, հասկանում ես։ Այսինքն մեկը ես մեր հասարակական կազմակերպությունը կոչվում է հանրային օրակարգի պաշտպանություն։ Մենք եղել է դեպքեր, որ որոշ կաշառակերների իմանալով նրանց մասին, հավաքելով համապատասխան նյութեր, մեր զարթուղի ճանապարհներով օգտակար են եղել իրավապահ մարմիններին, որ օրինակ զին կոմիսարիատից կամ բան, այդպես մարդիկ գնան համապատասխան վայրեր։ Ու մենք չենք հարցրել, իրանք նիկոլական են, քոչարյանական են, սերժական են, բացարձակ, որովհետև մենք պետություն ենք կերտում, ինչական, ուզում են չինական լինեն, մեզ քիչ է հետաքրքրում։ Ես ուզում եմ հասկանալ քո տրամաբանությունը, տես, իմ պետությունում պետական աշխատողներից ցանկացած ով խախտում է կարգը, օրինակ կոռուպցիայով զբաղվում կաշառակերություն եւ այլն, կամ գործում է պետությունում գործող օրենքներին անհարիր, նա իմ պահանջով մեկը, չեմ ասում բոլորը, բոլոր դեպքերում է դա ստացվում, բայց հիմնականում ստացվում է, իմ պահանջով հեռացվում է, որովհետև ես ինձ համարում եմ այդ պետության քաղաքացի։ Հիմա դու քեզ համարում ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ճիշտ եմ հասկանում։ Ուզում եմ հասկանալ, եթե դու հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդ ես, ապա ինչու քեզ չի հետաքրքրում հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը, որը խախտում է ոչ ավել ոչ պակաս Գարեգին Բեսը, որը խախտում է ոչ ավել ոչ պակաս առնվազն 3 սրբազաններ վերջին շրջանում։ Ես դա եմ ուզում հասկանալ, ոնց է այդպես ստացվում։ Բացի դա, դու ուզում ես Փաշինյանից խոսենք, ես հրավիրում եմ եթեր Facebook-յան, արի խոսենք։ Ուզում ես եկեղեցուց խոսենք, հրավիրում եմ եթեր, արի խոսենք։ Այնպես որ ես եթերը կտանես, կդնես նաև այնտեղ որտեղ որ ես դրել, ու կհիանաս, կգտնես չգիտեմ ինչ էր, քեզ կարող է լիարժեք չբավարարեցի, բայց մի խորհուրդ, տիկին պոռնկուհի, երբ որ հարց ունես տալու իսկապես պատասխանը քեզ հետաքրքիր է,
Իսկ պատասխանը քո իմացության համար, այսինքն ես քեզ լավություն եմ անում, պատասխան եմ տալ, անվճար պատասխանում եմ։ Ապա դու պիտի հարցդ կոռեկտ ձևավորես։ Այսպես այսուհետ կգնաս կշփվես մամմայիդ հետ, պապայիդ հետ, եթե ամուսին ունես ամուսնուդ հետ, ունես բարեկամներ նրանց հետ, ամուսնուդ մամմայի ու պապայի հետ, եւ այլն եւ այսպես շարունակ։ Քո միջավայրի հետ, լավ, մեր միջավայրը փորձի չկեղտոտես։ Ու էլի մի ախմախ կար, չնայած շատերը կան, ես բոլորին չեմ անդրադառնա, Գարեգին Բես, քո մյուս երկրպագույը, Հայկ Արամյան, սենց մի հատ էջ, Չէ, դու մարդու թշնամի լինել չես կարող, մարդն արժանապատվություն ունի, խիղճ ունի, հոգի ունի, դու կարող ես լինել շների, շակալների կամ վարժված ոչխարների թշնամին, բայց ոչ մարդու, մարդը մեծատար։ Ու դու դա շատ լավ գիտես, դու նաև գիտես, որ երբ Նիկոլետ վերջապես հեռանա, դու տունից դուրս գալ չես համարձակվի, սա կոնկրետ արդեն սպառնալիք է, ինչու պիտի չհամարձակվի։ Այսինքն քո նման շեղվածները երազում են բռնապետություն, որտեղ չկա խոսքի ազատություն, ճիշտ եմ հասկանում։ Ու ես պիտի տնից չկարողանամ դուրս գալ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ քո պատկերացումով նորմալն է նա, որ այսօրվա վարչապետը պիտի դառնա բռնակալ ու քեզ նմանին չթողնի տնից դուրս գալ։ Ու դու այդտեղ կայֆ կստանաս։ Հիմա հասկանում ես, որ շեղված եք, բոլորդ եք շեղված։ Սա ձեր դրամա ու սա միակ դեպքը չի։ Հարյուրավոր սենց նամակներ կան, որոնք որ ինձ ասում են, հեսա Նիկոլը որ գնա, դու տես քո հալը ինչ ա լինելու։ Արա։ Դուք ինչ պետություն, դուք հասկանում եք պետությունն ինչ է թե չէ։ Տեսնում եք, որ դուք սրիկաներ եք, իսկական թուրքերն ինքներդ եք, իսկական ժեխերն ինքներդ եք, իսկական հակապետականը ինքներդ եք, որովհետև պետություն բառը դեռևս չեք հասկացել ինչ է։ Չեք հասկացել։ Ու դուք ձերս գրառումներով ասում եք մեզ եսիմ ինչ արեք, որովհետև մենք հակառակ, իսկ քեզ ոնց է թվում։ Դուք ինչ որ մի պահի վերադառնալու եք ու սկսեք վրեժ լուծել սրանից նրանից, դուք ով եք որ վերա, այ դուք այս մակարդակին եք։ Եվ Գարեգին Բեսը նման պատկերացումով ապուշների կաթողիկոսն է, քանդողիկոսը։ Ու են որ ասում են ամենայն հայոց, ես դրա համար եմ ասում, որ ասում եք ամենայն հայոց կաթողիկոս, ինձ մի ներառեք մեջը։ Լավ, կոնկրետ ինձ մի ներառեք։ Նա չի կարող իմ կաթողիկոսը լինի։ Ընդ որում ամենազարմանալի բանն է, ամենազարմանալի բանը, որը մինչև չեն կարողացել կարգավորել։ Միակ ժողովուրդն որ ունենք երկու կաթողիկոս, երկուսն էլ իրաց ամենայն հայոց են համարում։ Հիմա այսքան ամենայն հայոցը քանի սորտի է լինում, արա։ Սա եթե պարակտման մասին չի, ինչի մասին է, արա։ Միակ գիպետությունն ենք, որտեղ կա Հայաստանի Հանրապետության կառավարություն, երկրի ներսում կա Արևմտյան Հայաստանի կառավարություն եւ կա Արցախի կառավարություն։ Հետո լուրջ դեմքով նստած ասում ենք, արա, տենաս խիենք մենք այսքան չարը պարակտված, չգիտեմ ինչ։ Բարլուս ես։ Կարող ասես շարիկ մարիկ պետք է, լավ շարիկներ կա։ Շարունակենք, ոչ թե վախենալով, որ քեզ կծեծեն, դա շատ էժան տարբերակ կլինի, այլ որովհետև քեզ պարզապես կստիպեն պատասխան տալ ամեն բանի, ինչ արել ես ոչ խոսքով, այլ այն ձևով, որ մարդը չի մոռանում։ Ոչ դու, ոչ քո նմանները, այս ժողովրդի մեջ դեռ ապրում է արդարության զգացումը, ու մի օր առանց շոուի, առանց տեսախցիկների քեզ կապելու են շան բնում։ Ոչ կատակով, ոչ վախեցնելու համար, այլ որովհետև դու այդտեղից ես քաշված։ Ու ներսը մի հատ էլ ворցուն կլինի, որ հասկանա կյանքը Facebook չի, որ հասկանաս կյանքը Facebook չի։ Դու ինքդ քեզ դարձել ես չաթլախի խորհրդանիշ։ Ու դրա համար պատասխան պիտի տաս։ Ամեն խոսք ու գործ մի օր վերադառնում է, իսկ քոնը արդեն ճանապարհին է։ Հա գնել չփորձես էշեշ դուրս տալ իմ հասցեին խասյաթիդ համաձայն։
Այսքան համ գիտի, որ կարող է հեսա մտնեմ մամմային բլեն, համ խոսում է։ Մի օր կհանդիպենք ես, դու ու շունս, որ շունս քեզ մի լավ սիրի, ես գրածս մինիմումն է, որ քեզ հասնում է գնել։ Տես, դու քո գրածով քո մամմային մլլել ես արդեն։ Դու լավ իմանալով, որ անես բան ես գրում, որի համար մամա են մլլում, դու գրել ես դա։ Դու ինքդ ես խոստովանում, որ դու գիտես, որ նման գրարման համար մամմատ մաշվում է։ Դու դա անում ես։ Դու դա անում ես։ Ես ապշում եմ, էլի։ Իսկապես զարմանում եմ, արա, ոնց կան սենց մարդիկ։ Ոնց գոյություն ունեք, դուք որտեղից եք առաջացել։ Ասենք հերթի մեջ կանգնած մեկ ասել է առաջացեք, տենց առաջացել եք։ Դե ոնց եք առաջացել։ Ոնց։ Գղկացել են առաջացել եք։ Ну, գղկացել են որոշակի գործողությունից հետո երևի ու առաջացել։ Ոնց եք առաջացել արա դուք։ Զարմանալու բան է։ Ու հետո մի երկու բար սրան գրեցի, ասում եմ ախր մամատ էլ ա նայելու։ Ասում եմ բա դու բանա, գնացել էիր, էլի հերթական ապուշությունը։ Ասում եմ լսի, կմտնես իմ մեջով եթերս կնայես։ Կտենաս ով ասա, դրում ու կջոգես, որոտեղ հետ է հասնում։ Հիմի դու ձգտում ես անես են, ինչ որ արել է այդ են քահանան։ Դրա համար մի բան կարամ ասեմ, գնա ես քու լավն էլ ընդեղ, հասկացար։ Սրանով ախր չի սահմանափակվում։ Շատերն են նմանատիպ գրառումներով աչքի ընկնում, ովքեր որ խաչը առած, ես կրկնում եմ, բառացիորեն, իկոնաների նկարներով, այսինքն եկեղեցական պատկերներով, էջերով մարդիկ, մտնում քֆուր տալով եկեղեցի եմ պաշտպանում։ Գարեգին բ, սա քո դաստիարակածն է։ Եվ քոչողլի ալբանացի։ Դուք իսկապես ձեռիցս չեք բրցնելու։ Իսկապես։ Ես վերջում հայտարարություն եմ անելու, ժողովուրդ ջան, կսպասեմ։ Հետո ես մի այլ բան եմ ուզում ցույց տալ, մի հատ սրիկայի լակոտ անձնականով ինձ գրել ու հետո կորել է, բլոկել է ինձ։ Ես խնդրում եմ ժողովուրդ ջան, այս սրիկային ով կարող է ճանաչի, Արա Գեղամ Մելքոնյան, ով կարող է ճանաչի, ես պարզապես խնդրում եմ ձեզ, նրա հեռախոսահամարը փոխանցեք ինձ, շատ շնորհակալ կլինեմ։ Նա արել է գրառումներ, ինչից հետո ես խնդրեմ, զանգում եմ վիդեո քոլով իրան, իհարկե մի երկու հատ voice թողնելով, վիդեո քոլով իրան, անջատում է, մի հատ բան է գրում, բլոկում փախնում, բլոկում, այս եք դուք Արա Գեղամ Մելքոնյան, դու իմ ձեռից չես պրծնելու։ Ու այս քֆուրները որ գրած է, ու տեսեք ժողովուրդ, մի հատ սենց բան ասեմ, սենց բան են տարածում, կներեք, իմ դեմքով մի հատ էջ են իրանց արևին սարքել, մի հատ գրառում են արել, որը իբր ես եմ արել, ու դա տարածում են։ Սա երկրորդ անգամ է նման բան լինում, մեկ էլ 20-21 թվականներին էին այդպիսի բան արել, որ իմ նկարն էին դրել, Նիկոլ Փաշինյանի նկարը, Նիկոլին էլ լուսանկարի մեջ, ու գրել էին, իբր ես եմ այդ գրառումն արել, որ Նիկոլը ինձ համար սրբություն է, նա իմ Աստվածն է, ասած մի հատ բան էին սարքել, տարածել, իբր դա ես եմ արել։ Այս անգամ, այս բոզի տղերքը ավելի են առաջ գնում, ժողովուրդ ջան, հազար ներողություն։ Ու այսպիսի գրառում են արել, մի հատ սարքել են, գնել Սարգսյան ու իբր ես իմ մասին քֆուր եմ տալիս ու տարածում են իրանց մոտ, մարդկանց գցելով երկմտանքի մեջ։ Ես իհարկե սա չեմ կարող տեղադրել ու նկարագրել, որ սա fake է, բայց որովհետև այդպես ավելի կտարածվի։
Բայց սրանով զբաղվողները կզբաղվեն։ Իսկ ես Արա Գեղամ Մելքոնյան, այստեղ գրել ես, նայում եմ զինվորական նկար, իբր կամավոր ես եղել, ես չգիտեմ որտեղ ես թռած պահկված եղել, բջի ծնունդ։ Այստեղ գրել ես, իբր պրոթեզներս հեսա կոխեմ հանեմ, ես իմ ինչ կանեմ։ Պրոթեզներդ կոխելու եմ մամայիդ կամագը հորդ բերնից անեմ։ Անկախ նրանից, թե պրոթեզները ինչի արդյունքում ես ձեռք բերել։ Եղավ լրպիլ լակոտ։ Այ հենց կոնկրետ առնվազն վերջին գրարման ժամանակ, որ ժողովուրդ ջան, եթե ասեմ դուք պրոստը կանջատեք կերնեք ու կհասկանաք ես ամեն վարքյանով ինչի միջով եմ անցնում։ Սա մառալնի հարցակում է ինձ վրա, որի համար պատասխանատվության են ենթարկվելու ամենատարբեր ձևերով։ Գնա քֆուր երեխուդ դագաղին լիզես ու այսպես մի հատ բան։ Արա Գեղամ Մանուկյան, կողքինդ մամայիդ նկարն էր, չէ՞։ Մամայիդ էր, չէ՞, գրկած նկարված։ Ուրեմն, ժողովուրդ ջան, որ հասկանաք ավելի խորը, տեսեք, սա իմ մեսենջերն է, այստեղ, որը որ մուք է տառելը, չեմ պատասխանել, կներեք, սա սպայեմ, որը բաց է պատասխանել եմ, չեմ հասցնում, որովհետև այստեղ սպամն է, կներեք, սա սպայեմ, տեսեք, սենց անեմ, էլի, որ վերևից շատ բան չերևա, բատ պայեմ դու, ահա, ու եթե սենց թերթեմ, այսը ստերթեմ, այստեղ մեծ ամասնությունը, մի մասը գնել ջանա, մյուս մասը սպառնալիք, ու սա կարող եմ, էսի չէ, բաննա, մարդիկ ում կարող եք ճանաչել, այստեղ է սպամը, այստեղ է սպամն է, ուրեմն, Ենքան են այդ գրառումները, հասարակ մարդը չի կարա պատասխանի բոլորին, որ եթե տամ հեռախոսս մեկն ու մեկի, այսպես անեք, ընդամենը այսպես, պարտադիր չի մտնեք, հատատ կարդակ, այսպես անեք, վաղը այս ժամին գան վերցնելուց, հլը սենց անելուց է կնել, նայք, այսքան թերթեցի, չէ, իշքան եմ թերթել արդեն, դեռ մուկա, մի ռոպե, ես հատոց սարի բանը, կամերան, Այչանք 24 թիվ արդեն ասենք, սա մուկ, սա սպամը, սա մարդիկում կարող եմ ճանաչել են էլ ընդել, սա մեսենջերս, տեսեք իշքան զանգերի չեմ հասցրել պատասխանեմ, այս մի կողքը տեսնում ենք, շատ, հերթում ենք սարետը, մարդիկ կան նեղանում են, որ իրանց զանգերին չեմ պատասխանում, իրենց հետ մի քիչ երկար երկխոսության մեջ չեմ մտնում, ներողություն եմ խնդրում, գումարած այդ ամեն ինչին, այստեղ էլ եմ ասում, այդ իմ ցույց տվածների 50%-ը առնվազն սպառնալիք է, բայց ես չեմ պատրաստվում մի առանձին անդրադառնալու, ես սրանց հարցերը կլուծեմ, որովհետև սա միակ ու եզակի դեպք չի ինձ համար, ուղղակի դուք չեք էլ պատկերացնում, ես ապուշներին եմ ասում, ես լրպի ծնունդներին, թե որտեղ եք ոտ դնում, այ այդպես 2021-22 թվականին շշկրվողներ եղան, հետո նես չլինի ես դառնամ վատը, հիմի, խնդիրն այսպիսինն է, քանի որ կաթողիկոսի ու 3 առնվազն սրբազանների գործողությունները ժողովուրդ ջան, բացարձակ կապ չունեն եկեղեցու թեմաների հետ, դրանք խիստ քաղաքական են ու հենց իրանք են քաղաքականացրել իրանց ձեռքով ու բոլորս շատ լավ գիտենք ինչ ուժերի հետ կապ ունեն, Մեհրիբանի հետ մի հավասար շքանշանային տիրույթում ու շատ լավ գիտենք նրանց քաղաքական կոնսենսուս մինուս 1 ասվածը, որովհետև երբ որ կաթողիկոս կոչեցյալը կոնսենսուս մինուս 1-ին էր մասնակցում, ոչ մի սրբազան չդատապարտեց դա, իմ ձեռքի տակ շատ փաստեր կան ամենատարբեր, ու ես հարցադրումներ եմ անում եկեղեցու պաշտպանների, մի հատ այդ հարցերին սկսեք հերթով պատասխանել, որը ինչի մասին է, ու այս մի շաբաթը, որ գալիս է,
Դա ես թողնելու եմ անցնի, ես չգիտեմ, այդ ընթացքում ովքեր դեռ կմիանան, ովքեր չէ, ովքեր կսպասեն, ովքեր կձանձրանան, ես չգիտեմ, ում համար թեման կհանանա, ում համար չէ, դա ինձ չի հետաքրքրում։ Մյուս այն շաբաթվա մեջ արդեն, իհարկե վաղը կամ մյուս օրը ես օրն ու ժամն էլ կասեմ, մեկը ես գնալու եմ կանգնեմ դատախազության շենքի առաջ, դաշնակցականների ղեկավարի հայտարարությունը ձեռքս ու պահանջեմ այդ մասով պատասխան, ինչա դա իրանք ինչպես են վերաբերվում, ինչ են մտածում առհասարակ, դա մեկ։ Երկրորդ, գնալու եմ ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների բաժին, հասկանալու համար իրանք ինչով են զբաղված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կիբերբուլինգի է ենթարկվում։ Սա խոսքը բոլորի մասին է։ Այսինքն այն static news-երը մարդկանց ինչ օրն են գցում եւ իրանք ոնց են առհասարակ պատկերացնում իրենց գործողությունները։ Եվ երրորդ, անպայման լինելու է դեռ չեմ որոշել կամ ազգային ժողովի կամ կառավարության շենքի առաջ կփորձեմ այնպես անել, որպեսզի կառավարության նիստ լինի, եթե ոչ, ուրեմն ինչ որ կերպ ազգային ժողովի առաջ լինելու եմ այնտեղ պահանջ ներկայացնելու, որ նախկին նախագահները պիտի զրկվեն նախագահական աջակցություններից ու թոշակից։ Նրանք չպիտի ունենան ոչ ախրանիկներ, չպիտի ունենան ոչ պետական ՊՊՑ-ն նրանց ոչ մի բան չպիտի հատկացնի։ Թոշակել ընդամենը 45,000 դրամը որպես, չգիտեմ, տարիքային ծերունական թոշակ, վերջ։ Կասեցնեն ամեն տեսակ աջակցությունը, մեկը այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ, բառաձորեն հանցագործ է։ Մյուսն էլ անցնում է քրգործով։ Եվ եթե չունեն համապատասխան օրենքներ, թող կառավարության որոշումով անեն, կամ թող օրենք ընդունեն արագացածներ, մեզ չի հետաքրքրում են։ Որ սրանից հետո էլ ցանկացած ղեկավար մարմին, ես հասկանում եմ, որ կառավարիչները ունենում են որոշակի իմունիտետ, բայց կներեք սա դրա մասին չի։ Նրանք կոնկրետ հանցագործներ են եղել, ուրեմն չեն կարող երբևէ կոչվել նախագահներ։ Եվ այսօր ես մեջով դրել էի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս բանը։ Որտեղ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնեմ դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլ այդպես շարունակ։ Հիմնեք, պարոն վարչապետ, ասում եք, որ սա երբեք չենք արձանագրել։ Այ ապրեք, հենց դրա մասին է խոսքը։ Ես մեկը, չգիտեմ, մենք մի քանի տարի է արդեն, այն որ ասում ենք քաղաքական իրավական գնահատական, քաղաքական իրավական գնահատական, քաղաքական իրավական գնահատական, դրա մասին ենք ասում։ Բազմաթիվ մարդիկ անցնում են, ովքեր որ եղել են հանրապետականներ, կոնկրետ երկու կուսակցությունից, կուսակցական անդամներ, երբեմնի պատգամավորներ եւ այլն, պաշտոնյաներ, ոչ թե շարքային անդամներ, այլ հենց կոնկրետ պետության ճակատագիր որոշողներ, սրանք անցնում են բազմաթիվ գործերով, դրան պիտի տրվի քաղաքական իրավական գնահատական։ Այ դրա մասին ենք ասում։ Եվ իմիջիայլոց այդ կաշառքի գործը Քոչարյանի, որը բանը վաղեմության ժամկետ է կիրառվել, երևի մենակ ես եմ լուսաբանել։ Static news-ից մեկի մոտից գբոց դուրս չի եկել։ Ու բացատրել եմ մարդկանց դա ինչ է նշանակում, որ այդ մարդը հանցագործ է, բայց վաղեմության ժամկետով ընդամենը ինքը ոչ թե արդարացվում է։ Եթե մարդը հանցագործ չի, բնական է, չէ՞, ժողովուրդ, պիտի բանի տա, էլի, բողոքարկի որոշումը, որ վաղեմության ժամկետը կապ չունի, գործը առաջ տարեք, ես արդար պիտի իմ անունը պահեմ։
Բայց չի տանում առաջ, չի բողոքարկում, ասում լավ, վաղեմության ժամկետ կիրառեք, գյոզերով կպրծցնենք կետա։ Այսքան ընդունում է, որ ինքը հանցագործ է։ Դա քաղաքական գնա, բայց մինչև այսօր դասագրքերի մեջ եսի մինչեր է գրած։ Ռոբերտ Քոչարյանը մեծատարերով եսի մինչեր է գրած։ Վիկիպեդիա թարմացրեք ու իր կենսագրության մեջ դա ներառեք։ Հայաստանի Հանրապետության կեղծիկով նախագահ դարձած կաշառակել Ռոբերտ Քոչարյան բոլոր տեսակ տվյալները պիտի թարմացվի, բայց ինչ պիտի արվի, բայց դրա մասին է խոսքն ու կռիվը։ Դա է հենց ներտային ասում, լավ չեն նստում, բայց դրա անունը պիտի պետական մակարդակով ոչնչացվի։ Չի կարող պետության երաշխավոր հանդիսացող նախագահը լինի կոնկրետ գործով ապացուցված կաշառակեր, դեռ են հանցագործությունների մասին չխոսենք, դեռ են մարտի 1 մուրտի 1 չխառնենք իրար։ Այս սրած մասին ենք 4 տարի գոռում խժում, երևի լավ չէինք բացատրվում, չգիտեմ, բայց շատ լավ է, որ վերջապես սկսեցիք խոսել դրանից։ Ու այ հենց դրա համար էլ ինքը չպիտի ստանա նախագահի աջակցություն ՊՊՑ-ից կամ չգիտեմ ոնց։ Ոչ էլ պիտի նախագահի թոշակ ստանա, ինքը չի աշխատել նախագահ, ինքը աշխատել է կաշառակեր։ Լավ է միատել են $200 միլիոն, որ գործել տարել է, միատել էդի չեք հաշվարկում որպես աշխատանք ու դրա համար նույնպես թոշակ սահմանեք։ Բա խոսքը սրա մասին է։ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես արձագանք եղավ այդ թեմային։ Ու այո, հանրությունը պիտի ցույց տա, ոչ թե խոսքը բողոքելու, չգիտեմ, բու անել, չէ, պիտի գնանք կանգնենք, ասենք այո, բայց այստեղ պիտի լինի, ու առասարակ սենց է պետք անել։ Հիմիդական կամ կօգտագործեք որպես աջակցություն, թե որպես պահանջ, որպեսզի դուք հանգիստ այդ բաները անեն, մի խոսքը ինչ ուզում եք հասկացեք։ Բայց դա հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունը իր մասով կկազմակերպի իր մի քանի հոգով կգնա կկանգնի։ Իհարկե օրը ժամը ֆիքսենք, ովքեր կգան, մենք մենակ երջանիկ եւ ուրախ կլինենք, ով կգա ուրեմն այդ թեման համարում է Իրանը ու ամեն մեկը պիտի հասկանա, որ եթե ինքը այնտեղ ներկա է, ամեն մեկի համար բոլորս ենք իրար կողքի, ոչ մեկ չի ասում եկեք գնելի կողքը կանգնեք։ Չէ, դուք եկեք, այս հայտարարությունը, օքեյ, ես եթե կանեմ, օրը ժամը կֆիքսենք։ Հենց եկեք իմացեք ես եմ ձեր կողքը կանգնած։ Ամեն մեկը ով գա։ Իմացեք հոբ ամբողջությամբ ձեր կողքն է կանգնած։ Այսպես է պետք մտածել։ Ոչ թե եթե էսի անում չեմ գնա, եթե էնի անում, էնի ներկայա կարող է բան, որ սս բաներ չկա, տես բան։ Մեծ իրավիճակ պիտի լինի, որ մենք ցույց տանք։ Եվ մենք պատրաստվում ենք այդ քայլին։ Պատրաստվում ենք այդ քայլին։ Իհարկե զուգահեռաբար պատրաստվում ենք ուսումնասիրում ենք նաև, թե հաջորդ բաց երկխոսություն նախաձեռնությունը որտեղ իրականացնենք։ Հիմա եթե ես սահմանափակելով ասեմ հետևյալը, Գարեգին Բեսին ու իր պիղծ թայֆային ասեմ հետևյալը։ Էդգար այդրանց անկապ տեղը չանդրադառնամ, դուք բոլորը ձեր որակական հատկանիշներով սա եք։ Ձեր որակական հատկանիշներով սա եք բոլորը։ Հասկանում եք։ Ահա ձեր սատարողները ովքեր են։ Պիղծ երևույթները, ովքեր որ պաշտպանում են եկեղեցի։ Ումից են պաշտպանում մեզանից։ Okay, առաջիկայում սպասեք շատ կարևոր փաստերի, որոնց հիման վրա ոչ մի ձև մենք չպիտի ունենային Գարեգին B անունով ուզուրպատոր։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու եւ տարածելու համար, լավ եղեք, չձանձրանաք հանկարծ այս թեմաներից, ընդհակառակը այս ամեն ինչը նրա համար է, որ ավելի մոտիվացնենք ու մեր այս լայն ծավալված զգացողություններն ու ասելիքները բերենք, սենց կամպակտացնենք, դարձնենք 1-2 նախադասություն, 3, որտև այդ բազարը երկար ոչ լսող ալնելու, ոչ միացու, պետք է դարձնել հստակեցնել, ամեն ինչը բերել, հստակեցնել 1-2-3 նախադասությունների մեջ, այ այս եթերները, գրառումները, ամեն ինչը դրա մասին են, մեկնաբանությունները եւ այլն, որ ինքը դառնա լոզունգ, 1-2-3 նախադասություն եւ լոզունգ, եւ նոր սկսվի աշխատանքը, դա այդպես է լինում։ Շնորհակալություն։
Այդպես անում, թե չէ որ ասենք ելնենք, մի բոլորս էլ կելնենք, բայց կելնենք ու չենք իմանա ինչ պիտի անենք։ Հասկացանք իրար։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, հեչ էլ չմտածեք։ Ու այս ամեն ինչը եթե քաղաքականացնող կա, դա մեր եկեղեցին է, իսկ եկեղեցու տվյալ ներկայացուցիչներն են, պղծերն են, իսկ մենք քաղաքացիական մեր գործունեությունը կարգավորած առաջ կտանենք։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։